Բարև ձեզ, ողջունում եմ ձեզ մարտական եղբայրությունից, ես Լանտեր Աբրամյանն եմ, սա քաղաքական օրագիրն է։ Այսօր ես ուզում եմ մենք շարունակենք մեր այս վերջի շրջանի զրույցները, որ հիմնականում, եթե նայել եք, գիտեք, խոսում ենք մարտական եղբայրությունից, խոսում ենք ուրեմն ազգային հեղափոխություն կուսակցությունից, որը մենք պատրաստում ենք ստեղծել, եւ անցած անգամ մենք փորձեցինք ուրեմն հիմնավորել, պատասխանել մի հարցի, որը շատերը տալիս են եւ ճիշտ են անում, որ տալիս են, ես էլ կտայի, եթե ներգրաված չնեի այս process-ների մեջ, իսկ ինչու համար եւս մեկ կուսակցություն ստեղծել, եւս մեկ քաղաքական ուժ ստեղծել։ Ինչ որ չափով կարծում եմ պատասխանեցինք այդ հարցին, մի քիչ ավելի ընդհանուր sense ներկայացրեցինք, նաեւ ինչու այդ քաղաքական ուժը նոր ինքը պետք է լինի ոչ թե այլընտրանք միայն իշխող այս կուրսին, որին անպայման պետք է լինի եւ իրական այլընտրանք, այլև ամբողջ քաղաքական դաշտին ըստ էության, իր գաղափարախոսությամբ եւ իր ամեն ինչով։ Մեկը, այսքանից հետո Էլի մնում են հարցեր մարդկանց մոտ, որտեղ անցյալ անգամ խոսակցություններ բավականին ընդհանուր էր, վերջը մենք ինչ ենք ուզում, դա հասկացանք, որ պետք է այդ քաղաքական ուժ, իսկ ավելի կոնկրետ ինչ ենք մենք ուզում։ Եվս որ այդ հարցից եմ ուզում սկսեմ եւ փորձենք այդ հարցից սկսելով գնալ ուրեմն առաջ որոշ բաներ էլի կկրկնենք, որովհետեւ ինչպես ռուսական ասացված կա, չէ, կրկնությունը գիտության մայրն է, որոշ բաներ ստիպված նաեւ կկրկնենք, բայց հիմնականում կփորձենք այս հարցի ուրեմն ուղղությամբ գնալ։ Ուրեմն ինչ ենք մենք ի վերջո ուզում, ինչի ընդհանրապես այդ աստիճանի հավանջ ենք, այսպես ասած, այս ամբողջ քաղաքական դաշտին, կամ չգիտեմ, չենք ուզում, չենք տեսնում նաև որևէ խոշոր այս պահին ներկայացված քաղաքական ուժի հետ համագործակցություն եւ ինչ ենք ասում նաև, որ միայն անձի փոփոխությամբ հարց չի լուծվի Հայաստանում, դա շատ քիչ է, անպայման պետք է նաև բնականաբար փոխվի եւ անձը եւ իշխող թիմը, բայց դրանով միայն դրանով հարց չի լուծվի, սա էլ փորձել ենք շատ բան հիմնավորել։ Ինչու ենք ի վերջո նաև ասում հեղափոխություն, չնայած գիտենք, հասկանում ենք, լսում ենք նաև մեր ընկերների, լավ ընկերների կարծիքները, որ այսօր ժողովուրդը հեղափոխություն բառը չի ընդունում, չի սիրում, հիասթափված եւ հասկանում ենք դա, բայց դա ճիշտ է, որ ասեմ, բայց մեզ իրոք հեղափոխություն է պետք, ժողովուրդ ջան, այսինքն մեզ իրոք արմատապես պետք է փոխվել եւ փոխել մեր երկիրը, որպեսզի մենք 21-րդ դարում լինենք եւ լինենք անկախ։ Սա իրոք այդպես է։ Հիմա բառի մասին կարող ենք վիճել, կարող անունը հեղափոխություն չդնենք, չգիտեմ, արմատական փոփոխություն դնենք, շատ երկարական այլ մի հաջող բառ գտնի, որ այդ միտքը այդ գաղափարը արտահայտում է։ Բայց այդ ամես պետք։ Հիմա էությունը դա է։ Իրականում ես կարծում եմ կամ հույս ունեմ, որ մեր ուզածը, այդ որ ասում եմ, ինչ ենք մենք ուզում, իրական շատ պարզ բան է, մենք շատ խուճուճ բաներ չենք ուզում, ասենք ինչ որ էքստրավագանտ, խուճուճ ծրագրեր եւ այլն, բավական պարզ բան ենք մենք ասում եւ շատ կարեւոր է կամ ամենակարևորն է գուցե նաեւ այստեղ հասկանալ, որ այն ինչը որ մենք ասում ենք եւ պատկերացնում ենք որպես քաղաքական ծրագիր, հետագայում նաեւ երբ որ կառավարություն ձևավորենք, ինքը հիմնված է ոչ թե մեր ցանկությունների վրա, ոչ թե մեր ճաշակի վրա, նույնիսկ իհարկե նաև մեր գաղափարախոսության վրա է հիմնված, բայց միայն գաղափարախոսությունը ռեալ քաղաքականության մեջ քիչ է, անպայման դա պետք է համադրված լինի վերլուծությամբ, հա, իրավիճակի վերլուծությամբ, կոնկրետ գնահատականով եւ իրավիճակից շատ կոնկրետ իրավիճակից պետք է բխի, օդի մեջ պետք է չլինի, կոնկրետ իրավիճակ եւ համաշխարհային եւ տարածաշրջանային եւ ուրեմն Հայաստան քաղաքական ծրագիրը իրական, որը կենացներ չի, ուղղակի սիրուն խոսքեր չի, միայն ու միայն այդ ամուր հիմքով պետք է լինի, կարող շատ լավ բաներ դու ցանկանաս, բայց իրավիճակի հետ դա որևէ կապ չունենա։ Հիմա որ ճիշտ հասկանանք իրար, ես ասի ոչ թե նույնիսկ միայն գաղափարախոսության, որպեսզի բնականաբար, չգիտեմ, չնայած մեզ հետևողները կարծում են հասկանում են, որ մենք գաղափարախոսությունը հաստատ չեն թերագնահատում, ճիշտ հակառակը ուզում ենք իրապես գաղափարական ուժ լինի, ուզում ենք դա լինի գաղափարախոսությունը ոչ թե խոսքեր, ոչ թե ստեղից ընդերից արտագրած ինչ որ ձևակերպումներ, այլ մեր իսկ սեփական մտածածը վերապրածը, բայց ել եմ ասում, միայն դա դրանով էլի քիչ է։ Այն ինչը որ մենք ասում ենք, այդ ամեն ինչը բխում է վերլուծությունից, հիմք ունի այսօրվա աշխարհի, այսօրվա տարածաշրջանի, այսօրվա Հայաստանի շատ կոնկրետ իրավիճակը, այլ ոչ թե ինչ որ абստրակտ ցանկություն։ Իրական դրա համար եմ ասում, որ պարզ բան ենք ուզում, որտեղ ինքը բխում է մեկ իրականությունից։ 10 հատ իրականություն չի, 12 հատ իրականություն չի, կամ մեկ իրականություն եւ այդ իրականության մեջ հայ ազգը պետք է կարողանա իր խնդիրները լուծել։ Հիմա իհարկե մանրամասն խոսանք այդ
բանից ինչ նկատի ունենք վերլուծություն այսօրվա համաշխարհային իրավիճակի տարածաշրջանի ես ուղղակի երկու կետով ուզում եմ կրկնեմ որովհետև դրանից է բխում ըստ էության այսօրվա այս տված հարցի պատասխանը տեսեք մենք ելնում ենք նրանից որ այսօրվա աշխարհը այսինքն քաղաքական իմաստով աշխարհի միջազգային հարաբերությունը ոչ թե ուղղակի փոփոխվում է ոչ թե ուղղակի անկայունության փոլում է այլ ինքը շարունակելու է ավելի ու ավելի փոփոխվել ես նույնիսկ համարձակություն կունենամ ասելու, որ մենք դեռ ամենասկզբում ենք եւ օրինակի համար, երբ որ ես փորձում եմ պատկերացնել, ասենք 2030-ական թվականները, ես կարծում եմ մենք այդ ժամանակ կունենանք այլ ավելի մեր սովորական մեր պատկերացածից տարբերվող միջազգային հարաբերություններ, տարբերվող քաղաքական աշխարհ, որ նույնիսկ այսօրվա փոփոխությունները մեզ կթվան հեչ բան Այսինքն մենք խոսել ենք եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում անխուսափելի խորանալու է այդ ճգնաժամը եւ անկայունությունը եւ փոփոխությունները Եվրոպայում անխուսափելի է, ասենք 2030-ականների չէ կարող է շատ ավելի շուտ նաեւ քաղաքական եղած կոնսենսուսների կայացած ինստիտուտների, պատկերացումների արմատական փոփոխությունը։ Սա միջը մանրամասն խոսել ենք, բայց ես այսօր ուզում եմ շեշտեմ, որ դա ոչ թե ուղղակի հիմա ինչ որ փոփոխություններ են տեղի ունենում, հետո ամեն ինչ կգայի շրջանից յուր, ոչ, դա խորանալու է բոլոր տվյալներից, բոլոր, այսպես ասած, ես իմ կանխատեսումները չեմ ասում, այլ հիմնվելով այն նույն նյութերի վրա, որ մենք նայում ենք, ասենք, մեր վերլուծական խումբը, ես էլ անձամբ նայում, սա միայն խորանալու է, այսինքն անկայունությունը աշխարհում եւ արմատական փոփոխությունները մոտակա շրջանում, դա կարող է լինել տասնամյակ կամ տասնամյակներ, միայն խորանալու են։ Եվ դրանից բխած էլի խոսել ենք, բայց պետք է նշենք ու շատ լավ, ասած քաջ գիտակցենք, որ տարածաշրջանային ուժերը տվյալ դեպքում, սկսենք, ասած ասած համեմատաբար մեծից Ռուսաստան եւ Թուրքիա, այ հենց այդ անկայունությունից եւ փոփոխությունից օգտվելով շարունակելու են իրենց ավելի ու ավելի ծավալապաշտական, ավելի ու ավելի, այսպես ասած, կայսրությունների վերականգնման Այս քաղաքականություն դա շարունակվելու է, այսօր շատերը ասում դե տեսեք օրինակ Ռուսաստանը գնաց վերջ մեր տարածաշրջանից, ոչ միտեղ չի գնացել, դա ժամանակավոր երևույթ է, որովհետև այն օբյեկտիվ պատճառը, որով Ռուսաստանը իրեն թույլ է տալիս այսօր այդ ծավալապաշտական քաղաքականությունը, այսինքն աշխարհի այս մեծ անկայունացումը ինքը ոչ միտեղ չի կորել, եւ Ռուսաստանի նպատակներն ոչ մի կերպ չեն փոխվել, այդ թվում է տարածաշրջանի նկատմամբ, այսինքն սա ժամանակավոր երևույթ է, մենք միևնույն է գործ ենք ունենալու ծավալապաշտ Ռուսաստանի հետ, որը փորձելու է իր կայսրությունը վերականգնել, իր ազդեցության գոտիները վերականգնել, ամբողջ իր պատկերացրած այսպես ասած տարածությամբ, նույնը վերաբերվում է Թուրքիային, որովհետև էլի օբյեկտիվ հիմքերը նույնն են եւ նպատակները նույնն են, գալով այն մյուս ավելի պայմանական ասած ավելի ցածր մակարդակի մենք ունենք Ադրբեջան, որը 1000 անգամ խոսել ենք Ադրբեջանի պաշտոնապես ձևակերպած նպատակը գերիշխանությունն է կամ իրենք ասում են միջին տերության վերածվենք, հա չեն ասում գերիշխանություն հաստատենք տարածաշրջանում, բայց դա թարգմանաբար բարձր նշանակում է իրենց խնդիրը տարածաշրջանային գերիշխող ուժ դառնալը նվազագույնը հարավային Կովկասում, բայց իրենց հավակնությունները նույնիսկ ավելին են։ Հիմա այս իրողությունները, որոնց հետ մենք ոչ միայն այսօր գործ ունենք, այլև ավելի ու ավելի մեծ չափով ունենալու ենք մոտակա ապագայում սա է աշխարհը, սա է տարածաշրջանը, որի մեջ մենք եւ ապրում ենք եւ ապրելու ենք։ Ես սա դրա համար շեշտում եմ, որ մեր քաղաքական ծրագիրը այս իրողություններից է բխում։ Եթե ինչ որ մեկը, օրինակ մեր բնականաբար մեր քաղաքական ծրագրերը կա ենթակային քննադատության, բայց եթե ինչ որ մեկը ռեալ քննադատություն է ուզում անի եւ ասի դուք արմատապես սխալ լուծումներ եք տալիս, ինքը պետք է սկսի սրանից, այսինքն ինքը պետք է ասի, որ այդ ինչը որ մենք ներկայացնում ենք որպես միջազգային եւ տարածաշրջանային պատկեր, դա սխալ է, դա այդպես չի։ Ադրբեջանը օրինակ չի ձգտում գերիշխանության, Թուրքիան ծավալապաշտական ծրագիր չունի, Ռուսաստանը չունի, Եվրոպայում էլ հեսա ամեն ինչ նորից կայունանալու է, վերադառնալու, ասենք 1990-ականների վիճակի։ Եթե կա այդպիսի մարդ, դա կլինի լուրջ քննադատություն։ Եթե չէ, այն ինչը որ ասենք այսօր Հայաստանում խոսում եմ, ես ավելի շատ գնահատում եմ որպես ցանկություններ կամ ինչ որ շահերի, զուտ մասնավոր շահերի ինչ որ արտահայտություն, բայց ոչ քաղաքական ծրագիր, որը հիմնված է ռեալ աշխարհի վրա։ Ահա, եւ այս աշխարհում մենք պետք է ոչ թե պարզապես գոյատևենք, որովհետեւ ես միշտ ասել եմ գոյատևելն ինքը սխալ նպատակ է, այլ մենք պետք է
մեր անկախությունը պահպանենք, զարգացնենք եւ նույնիսկ կարելի ասել գրեթե նորից կերտենք, որովհետեւ երևի կհամաձայնվենք բոլորս, որ ինչ որ մենք ունենք այսօր որպես անկախություն եւ վերջի 30 տարվա մեջ ունենք, դա հաստատ այն անկախությունը չի, լավ sense մենք ձևակերպենք, ինչը մենք պատկերացնում ենք, ինչը մենք ուզում ենք, այսինքն մեր նպատակը պետք է լինի այս անկայուն փոփոխվող աշխարհում ոչ միայն գոյատևել, ոչ միայն պահպանել եղած անկախությունը, այլև իրական անկախության հասնել եւ ինչու սա էլ ուղղակի ցանկություն չի, ուղղակի այնպես չի, որ դե անկախությունը լավ է, էլի, sense ասած սիրուն բառը չէ, որովհետեւ եւ մեր պատմական փորձը բազմիցս, ոչ թե մեկ անգամ բազմիցս եւ ընդհանրապես բոլոր գրեթե ժողովուրդների պատմական փորձ, հիմա բոլորի մասին ես չեմ կարող երաշխավորել իհարկե, բայց մեծ մասի պատմական փորձը ցույց է տալիս, որ երբ որ դու դառնում ես ինքնին գոյատևելու խնդիր, ինքը չի լուծվում։ Այսինքն գոյատևելը, գոյություն ունենալը իրականում որևէ ազգի համար, փոքր լինի, մեծ լինի, չգիտեմ, միջինի, լուծվում է, լավագույնս լուծվում է հենց անկախությամբ։ Անվտանգության հարցը որևէ ազգի համար լավագույնս լուծվում է անկախությամբ, ինքնիշխանությամբ։ Եվ նույնը տեսեք պահպանման հարցը, երբ որ դու դնում ես ինքնին պահպանման խնդիր, ինչ որ մի բանի թեկուզ ասենք կենցաղում, ինքն իրանով պահպանումը, ինքն իրանով պաշտպանությունը չեն աշխատում։ Աշխատում է պահպանումը զարգացման, այսինքն եթե դու ռեալ ուզում ես պահպանես օրինակ քո ինքնությունը, դու պետք է իրան անդադ կենթանի պահես, զարգացնես, առաջ տանես, իմաստավորես, վերաիմաստավորես, համապատասխանացնես, արդիականացնես եւ այդ ճանապարհով դու կպահպանես, բայց եթե դու զուտ պահպանում ես, դու հասնում ես նա, որ ինքը աստիճանաբար ուծացվում է, զորվում է, գնում է։ Նույնը եթե դու դնում ես զուտ գոյության խնդիր, 100 տարի է, 200 տարի է, 300 տարի է, զուլվում գնում ես, այդպես է ցույց տալիս պատմությունը։ Նույնը եթե դնում ես անվտանգության խնդիր առանց անկախության, այսինքն դնում ես արտաքին ուժի վրա, փորձը ցույց է տալիս, որ դա ժամանակավորապես կարող է թվա, որ աշխատում է, հետո գալիս է ճիշտ իրավիճակը, ճգնաժամային ավելի շուտ իրավիճակը եւ դա չի աշխատում։ Այսինքն մենք պետք է դնենք խնդիր գոյություն ունենալ անկախության միջոցով, պահպանել զարգացման միջոցով եւ այլն, եւ այս անկայուն փոփոխվող աշխարհում այդ ամեն ինչը պետք է անենք, որն է այս իրավիճակին պատասխանը այսօրվա իշխող քաղաքական կուրսի, հա, իհարկե իրանք ես չեմ կարծում, որ տենց շատ նստել են սենց գիտակցված վերլուծել են, ավելի շուտ իրանք կամ սենց տարերային ինչ որ բան են անում, արձագանք են տալիս, կամ էլ այլ տարբեր տիպի շահեր են սպասարկում, հիմա կարևոր չի ինչ տոկոսով որն է այստեղ, հա, որտեղ որն է այդ պատասխանը հիմնական, եթե իհարկե իրենք այդպես չեն ասում, բայց ըստ էության, էությունը որն է, հա, հարմարվենք, զիջենք, հրաժարվենք հնարավորինս մեր, չգիտեմ, ընդհուպ մինչև մեր ինքնության տարերից, կոպիտ ասած գլուխներս կախ մի ձև ապրենք, գոյատևենք այս համաշխարհային փոթորիկա, չգիտեմ, ինչա քաոտիկ վիճակա, մի ձև մի կերպ յոլա տանենք։ Մեծ հաշվով, եթե sense փորձենք բարձ լեզվով ձևակերպենք ինչ առաջարկում, սա է։ Էլ չեմ ասում, դե տակը էլ եմ ասում այլ շահերի սպասարկում եւ այլն, բայց sense ասած պաշտոնական լեզվից եթե թարգմանենք կենցաղային, էսը հարմարվում ենք, զիջում ենք, հրաժարվում ենք, գլուխներս կախ մի ձև յոլա ենք տանում։ Եվ նաեւ այս իրավիճակում ավելի sense կոնցեպտուալ ինչ են ասում են մեր ուրեմն միջազգային իրավունքը դարձնենք մեր անվտանգության երաշխիք, հա, ոնց որ ասում են լեգիտիմությունը, այդ ասել եմ, ահա որ աբսուրդ այսօրվա աշխարհում իդեպ նոր եթե ավելի ցած թարմ փաստեր անդրադառնանք, այսօր տեսեք Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, այսինքն աշխարհում ազդեցությամբ թիվ 1 մարդ է, դե բաց տեքստով ասում է, որ օրինակի համար ուկրաինացիք, եթե ուզում են ռեալ խաղաղություն, պետք է որոշ տարածքներից հրաժարվեն, այսինքն ինչ չի ասում, միջազգային իրավունք, լեգիտիմություն եւ այլն, ուժի իրավունքն է։ Պարզ լեզվով ասում է, միշտ է այդ ուժի իրավունքը իրականում միշտ էլ աշխարհում տիրում է, բայց այսքան պարզ նման բաները ասում են միայն այսպես ճգնաժամային իրավիճակում։ Եվ մենք ասում ենք, չէ, դե եկեք լեգիտիմությունը հենց այսօր, այսօրվա այս աշխարհում ասում ենք, չէ, լեգիտիմությունը միջազգային իրավունքը թող մեզ լինի երաշխիք։ Նույնը երբ որ ասում են հարևանների հետ հարաբերությունները լավ էսպես ասած, որը ինքնին շատ աբստրակտ ձևակերպում է հարևանների հետ լավ հարաբերություններ քաղաքականության մեջ մեծ հաշվով կենաց է, էլի։ Ճիշտ է, կենցաղում էլ է համարյա կենաց, բոլորը ասում են լավ լինենք հարևանների հետ, բայց
հիմնականում հենց հարևանների հետ լինում են խնդիրներ եւ քաղաքականության մեջ եւ համենուրյա կյանքում։ Եվ որ ասում են այ դա լինի, էս էլ է տես քարոզչական լավ աշխատող բան, որովհետեւ պրիմիտիվ է իր բնույթով, բայց հարևանների հետ էլի լավ լինենք, բայց եթե մենք անտեսում ենք այն իրողությունը, որ հարևանները ունեն շատ կոնկրետ քաղաքական ծրագրեր եւ դրանք գերիշխանության եւ ծավալապաշտական ծրագրեր են, դա էլի ասենք այն ջայլամի պես որ գլուխը մուսմասիկ անտեսել իրականությունը։ Դու ինչքան էլ ցանկանաս ուզես, դա քո ցանկությունը կարող է լինել, ասենք, որ Ադրբեջանի հետ sense լրիվ անխնդիր վիճակն է, բայց եթե այդ պետությունը ձգտում է գերիշխանության տարածաշրջանային, այսինքն այդ թվում նաեւ քո նկատմամբ որոնք ոչ թե դա ուղղակի պետություն, այլ պետությունը, որ շարունակվում է հակահայկական գաղափարախոսությամբ ըստ էության առաջնորդվել ամբողջ իրենց պատմությունը, ամբողջ իրենց քարոզչությունը, այս process-ները ոչ մի կերպ չեն ազդում դրա վրա, չեն էլ ազդելու, ասենք ինչի։ Եվ դու ասենք տենց այդ իրականությունը անտեսես եւ ասես չէ, ոնց որ հարևանների հետ հարաբերություն զարգացնես, որովհետեւ գերիշխանության այդ ձգտումը ինքնին անխուսափելիորեն մի պահի նորից բերել է բախման, չի կարա չբերի, որովհետեւ ինչքան էլ դու քո ինչ որ կարմիր գիծերը զիջես, մի օր գալու է այդ բան, որ գերիշխանությունը, եթե գերիշխանության դեմ պայքարի նույնիսկ տարերային ինչ որ դրսևորումների խնդիրն է գալու, նույնը վերաբերում է Թուրքիային, նույնը վերաբերում է Ռուսաստանին, այսինքն ես ասում եմ իրականությունը անտեսելը եւ աբսուրդի վրա սա կառուցելը դա ոչ միտեղ տանող ճանապարհ է եւ մեծ հաշվով նաև խոսել ենք, որ բոլոր մյուսները նույն փիլիսոփայությամբ են առաջնորդում, սա ասենք պաշտոնական այսօրվա գիծն է, բայց եթե մենք ուշադիր լսում ենք, նայում ենք այն դաշտում եղած քիչ թե շատ տեսանելի առաջարկներ, իհարկե բացառություններ միշտ կան, ես չեմ ասում չկան, բայց քիչ թե շատ տեսանելի առաջարկները բոլորը նույն փիլիսոփայության մեջ են, դետալներն են փոխվում, հա, մեկը չգիտեմ, արտաքին մի քիչ այլ կողմնորոշում ունի, մեկը ասենք չգիտեմ, ռուսամետ է, մեկը արևմտամետ է, եւ մեկը չգիտեմ ինչամետ է, կարող է էլի դետալային տարբերություն, բայց փիլիսոփայությունը նույնն է։ Յոլա տանենք, գոյատևենք, գլուխներս կախ ապրենք, մի ձև դիմանանք։ Եվ սրա հիմքերը իհարկե շատ խորն են մեր քաղաքական ավանդույթի մեջ, ինչքան էլ իրենք փորձեն իրենց շատ այսպես նորարար ներկայացնել, ճիշտն ասած, սա ահագին ավանդական, ցավոք սրտի ավանդական հայկական քաղաքական մտածողություն է, գոնե չգիտեմ 100-150 տարվա կտրվածքով։ Այլ կերպ մտածողները այդտեղ են խոսել, ավելի շատ բացառություն են եղել։ Հիմնականում հայկական քաղաքական էլիտաները այս փիլիսոփայությամբ են առաջնորդվել։ Թույլ ենք, փոքր ենք, չենք կարող այս փիլիսոփայությամբ։ Հիմա էլի չեմ ուզում խորանալ թե բոլոր մանրամասները պատմական, բայց ես ուզում եմ ասեմ, որ եթե մենք, ու սա լուրջ եմ ասում, եթե մենք մոտակա տարիներին, տասնամյակներին, 21-րդ դարում չհրաժարվենք վերջապես այս թուլության փիլիսոփայությունից, հազար ներողություն ժողովուրդ ջան, ես չեմ բացառում, որ մենք ուղղակի մինչև դարի վերջ չնենք, ես չարագուշակմաներ ահավոր չեմ սիրում, ես ինքս վստահ եմ, որ հայ ազգը լինելու եւ հարազգը այդ ներուժը ունի, բայց ես ասում եմ, որ հենց այս փիլիսոփայությունը, որը ներկայացնում են որպես իբր իրատեսական ռեալիստական, ինքը ճիշտ հակառակն է։ Այդ փիլիսոփայությունը մեզ իսկականից շատ վատ տեղ է բերելու, առանց այդ էլ բերել է, շատ անգամ է բերել, մենակ 2025-ի բերել, վերջին էլ եմ ասում 100-150 տարվա մեջ շատ անգամ է բերել, բայց արդեն տեղ չկա։ Մենք պետք է դասը քաղենք, եթե մենք շարունակենք այս թույլ ենք, փոքր ենք, չենք կարող, եթե դու թույլ ես, փոքր ես, չես կարող, պատմությունը, որը որոշակի նաև նախախնամության ուժ կա մեջ է։ Ինքը ասում է, եթե դու թույլ ես, չես կարող, փոքր ես, դուրս արի պատմությունից։ Պատմության մեջ չկա նմանների տեղ, որտեղ պատմությանը դա հետաքրքիր չի, մարդկությանը հետաքրքիր չի, մարդկության հետաքրքիր են ուժեղները, ակտիվները, ստեղծագործողները, պայքարողները։ Եվ մենք բոլորս էլ այդպիսիներին ենք սիրում նաև ամենօրյա կյանքում, ոչ մեկ չի սիրում անverջ թույլ եմ, փոքր եմ, չեմ կարողին, դուք չեք սիրում այդպիսի մարդկանց։ Իսկ ինչ եք դուք սիրում, մտածում, որ նման ազգերին են սիրում կամ պատմությունն է սիրում նման ազգերին չի սիրում։ Մենք ասում ենք, որ այս ուրեմն մտածողությունը եւ ըստ էության այս կուրսը, որը այսօր գերիշխող է, եւ մտածողությունը եւ ուրեմն բանը, իրանք ոչ թե պարզապես սխալ են, որովհետեւ ասենք, չգիտեմ, մեր գաղափարախոսությանն են հակասում, մեր աշխարհայացքին են հակասում, դա էլ իր հերթին։ Իրենք անարդյունավետ պատասխան են իրավիճակին, ծայրահեղ, անադեկվատ, անարդյունավետ եւ ոչ ռեալիստական եւ ավելին ասեմ, ոչ ռացիոնալ
պատասխանը։ Դրանք փորձ են իրականությունից փախնելու, փախուստ են իրականությունից, որքան էլ իրենց ներկայացնեն հաճախ հենց որպես ռեալիստ, ստապ ճիշտ հակառակը։ Դուք ուզում եք փախնել աշխարհի իրականությունից։ Դուք ուզում եք անտեսել, դուք ուզում եք մի հատ կոմֆորտ զոնա ստեղծել, մի հատ պատրանք ստեղծել եւ այդտեղ ապրել։ Ապրել, լինելով օրինակ չափահաս մարդ, հավատալով ձմեռ պապիկի գոյությանը կամ մեշոկ պապի գոյությանը։ Իսկ երեխեքը որ ձմեռ պապուն հավատում, դա շատ լավ ման է։ Աշխարհի ամենալավ, այսինքն ասած կեղծիքներից է իմ կարծիքով ձմեռ պապու կեղծիքը, բայց եթե 40 տարեկան մարդը հավատա ձմեռ պապուն, ինչ կմտածեք իր մասին։ Այն նույնը մենք ենք։ Մենք ուզում ենք այսպես ձմեռ պապու աշխարհ մեր համար ստեղծել կամ չգիտեմ վարդագույն միաեղջյուրների աշխարհ ու դրանում ապրենք, այդպես չի։ Դա փախուստ է իրականությունից։ Եվ դրա համար մենք ասում ենք այն, ինչ որ ես հասկանում եմ, շատերի համար հաճելի չի լսել։ Եվ մեզ ասում են ինչ եք դուք դա անդադ ասում մարդկանց ոնց որ վանում եք կամ չգիտեմ վախեցնում եք, բայց դա ճշմարտությունն է նախ, մարդը պետք է ճշմարտություն ասի, արժանապատիվ մարդը չպետք է խափի եւ քաղաքական ուժն չպետք է խափի իդեպ ասեմ ձեզ, սուտ է որ քաղաքական ուժը պետք է խափելով զբաղվի, իրական քաղաքական ուժ, եթե ինքը դրսի ուժերն է սպասարկում, հա, կամ չգիտեմ ինչ որ անձնական շահեր, նախ դա ճշմարտություն է, մենք ասում ենք, որ մենք պետք է պատրաստ լինենք պայքարի, պայքար ենք ասում, եւ դա ասում ենք էլի, ոչ թե մեր ցանկությունը, ոչ թե մեր շատ լավ բան է պայքարը, պայքարի մեջ ես վատ բան չեմ տեսնում, բայց էլ եմ ասում, այստեղ ոչ ցանկությունն է, ոչ նույնիսկ գաղափարախոսությունն է, առաջին պլանում գաղափարախոսությունն էլ, բայց այստեղ նախ եւ առաջ իրականությունն է, իրականությունը սթափ տեսնելը, վերլուծելը եւ հասկանալը, որ այս իրականության մեջ որևէ ազգ, այդ մեր ազգը, եթե ուզում է լինել, ինքը պետք է պատրաստ լինի պայքարել, որովհետեւ քաոտիկ իրավիճակում այլ կերպ ոնց եք դուք պատկերացնում։ Բա այսպես ասած Ալեկոծ օվկիանոսում ինչպիսին է այսօրվա միջազգային եւ տարածաշրջանային հարաբերությունը, իհարկե դու պետք է լինես պատրաստ պայքարի, ոնց որ մեկը քեզ ասի, գիտես ինչ ձմեռա գալիս, տաքշորերդ պատրաստի, դու են ասես մի կռա, չգիտեմ, աչքով չտաս, չնավսես, այս ինչ վատ բաներ ես ասում, բա ժողովուրդը չի սիրում, որ իրան ասում ես, որ ձմեռը գալիս է, սիրում է, չի սիրում, ձմեռը գալիս է, տաքշորեր պատրաստի։ Գարունը կգա, ամառը կգա, նորից տրճիկ կտաս։ Հիմա էտա, այս միջազգային իրավիճակը ենթադրում է պայքար, վերջ, էսա իրական, adekvat, սթափ, ռեալիստական պատասխան։ Եվ հիշեցնեմ, որ այսինքն նույնիսկ ոչ թե հիշեցնեմ այս անգամ, խնդրեմ, հորդորեմ, մասնակցեք աջակցություն ցույց տվեք մեր նախագծին Նժդեհի կոթողի հետ կապված կապանում։ Կարծում սա միայն մարտական եղբայրությանը չի վերաբերվում, մեծ հաշվով անկախ նույնիսկ նրանց համակիրեք թե համակիր չեք մարտական եղբայրությանը։ Այս նախագծին կարծում շատերը կուզենաք մասնակցել, բոլոր մանրամասները գիտեք, մեր հարթակներում կա, մեր կայքում էլ կա, մեր Facebook-յան էջում, Telegram ալիքում, YouTube-ում, որ ամենտեղ կա, մտեք, ծանոթացեք եւ ըստ հնարավորության մասնակցեք, որտեղ շատ կարևոր է, որ սա լինի ժողովրդական ծրագիր, որ ոչ թե ասենք մի տեղից մի հատ մեծ գումար գա, այլ որ մարդիկ ամեն մեկը ներդնում անի եւ դա լինի հայ ժողովրդի սիմվոլիկ մակարդակում նաեւ մեր պատասխանն է այս իրականությանը, որ մենք ընտրում ենք անկախությունը, մենք ընտրում ենք պայքարը, մենք ընտրում ենք դիմադրությունը եւ այդ ամեն ինչի խորհրդանիշը իհարկե Գարեգին Նժդեհն է։ Հիմա շարունակենք մեր խոսակցությունը։ Երբ որ ասում ենք պայքար, իհարկե շատերը էլի սկսում են այս բառից մանավանդ այսօրվա Հայաստանում, ասենց ասած մի քիչ վախենալ։ Տարբեր պատճառներով, այդվում հիմնավոր պատճառներով, որովհետև շատերը հիշում են օրինակ Ղարաբաղյան շարժումը, ասում են, ասում են պայքար մինչև վերջ հետո ինչի դա եկավ հասավ եւ այլն, ոնց որ հեղափոխություն բառից են ասենց զգուշանում, որոշ չափով նաեւ պայքար բառից են զգուշանում, ու նաեւ նեղ իմաստով են հասկանում, դուք կռիվ եք ուզում։ Չէ, ժողովուրդ ջան, պայքարը մերանք կռիվը չի հաստատ։ Կռիվն էլ է պայքար, հա, ասենք մենք այնպես չի որ ասում ենք պատրաստ պետք է չլինենք նաև այդ ձևի պայքարի, եթե պետք լինի նաև ռազմական իմաստով, բայց պայքարը շատ ավելի լայն հասկացություն է։ Եվ ըստ էության նույնիսկ նաև ուզում ասեմ պայքարը վատ բան չի, պայքարը նորմալ վիճակ է մարդու համար էլ, ազգի համար էլ։ Ի վերջո միշտ է պետք պայքարել։ Ուղղակի տարբեր իրավիճակներում, այսպես ասած օբյեկտիվ, մի քիչ ավելի քիչ կամ մի քիչ ավելի շատ, հիմա մի քիչ ավելի շատի ժամանակն է։ Որովհետև կներեք, մենք բոլորս էլ մեր ամենօրյա կյանքում էլ մեծ հաշվով պայքարում ենք։
դա նշանակում է ջանք ենք թափում, ինչ որ բաների վրա անցնում ենք, բոլորս էլ ուզում ենք շատ հանգիստ ապրենք, ծույլի կյանքով ապրենք, դա ասենք ցանկացած մարդու մեջ այդ ծրագիրը կա։ Նստեմ թախտին, սպասեմ բախտին, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ հենց անձնական կյանքում ոչ մեկ հաջողության չի հասնում, չէ՞, որպես կանոն։ Կամ ինչ որ առանձին երջանիկ բացառություններ են լինում, բայց ես նման մարդ չեմ տեսել, որ այդ միջոցով կյանքում ինչ որ մի բանի հասնի։ Կյանքում մի բանի հասնելու համար գրեթե միշտ պետք է պայքարել։ Եվ լայն իմաստով, այսինքն դա նշանակում է աշխատանք, դա նշանակում է ստեղծագործություն անպայման, երբ որ մենք ասում ենք պայքար, միշտ պատկերացնում ենք մեջ է նաև ստեղծագործություն, այսինքն անընդհատ ստեղծագործական մոտեցում իրականությանը, բարդ իրավիճակներում մանավանդ շատ կարևոր եւ բնորոշ է ոչ ստանդարտ մոտեցումները, եւ դա նաև նշանակում է շատ կարևոր կազմակերպվածություն, այսինքն պայքարը էլի եմ ասում, այն չի որ նստում ես ձիու վրա եւ գոռում ես հողն առաջ հայոց քաջեր ու տենց սարից սար ես տրճիկ տալիս, չէ։ Դա ասենք տենց կինոյի պայքարն է։ Իրական կյանքի պայքարը թե անձի կյանքում, թե ազգի կյանքում նշանակում է ջանք, նշանակում է աշխատանք, նշանակում է, չգիտեմ, նաև սևագործ աշխատանք, չարքաշ աշխատանք եւ նշանակում է նաև ստեղծագործություն եւ ստեղծագործության հաճույք։ Ի վերջո մարդը նաև բացի նրանից, որ կա ծուլության ծրագիրը, մարդու մեջ կա նաև պայքարից, ջանքից, այդ արդյունքներից, հաջողությունից մեծագույն հաճույք ստանալու ծրագիրներ կա, դա էլ է մարդու մեջ ներդրված։ Ի բնե ներդրված է։ Եվ բոլորս էլ գիտենք այդ զգացողությունը եւ ես ինչի՞ եմ սա ասում, որտեւ էլի երբ որ ասում ենք պայքար, մարդիկ ասում են, սրանք էլի ուզում են, որ մենք պայքարենք, մենք հոգնել ենք եւ այլն եւ այլն։ Ես չգիտեմ, ես օրինակ անձամբ ինքս ոգևորվում ու ուրախանում եմ, որ կա այդ հնարավորություն անկեղծ։ Չեմ բանանում, չեմ չափազանցնում, ոչ էլ նրա համար եմ ասում, որ տեսեք ես ինչ ձևի մարդ եմ, չէ, բայց հետաքրքիր է, չէ՞ իրոք։ Լավ բան է, չէ՞, այսինքն դու պատկերացնում ես, որ դու կարող ես պայքարել եւ հաջողության հասնել, որտեղ պայքար նշանակում է միշտ նաեւ հաջողության եւ հաղթանակի հնարավորություն։ Եվ երբ որ ես ասում եմ, որ եթե մենք չհրաժարվենք այս մեր թույլի, անկարողի հոգեբանությունից, մենք լավ տեղ չենք հասնի մեղմ ասած։ Սա ես էլի ոչ թե ասում եմ, որ ձեր մեջ վատատեսություն սերմանեմ, հակառակ ասում եմ, բայց հակառակ հնարավորությունը կա, մենք եթե դրանից հրաժարվենք, այդ անհետաքրքիր այդ ձանձրալի մտածողությունից ի վերջո ասենք նվնվացողի այդ հոգեբանությունից ինչքան ավելի լավ ու հետաքրքիր կյանք կապրենք, լիարժեք կյանք կապրենք որպես ազգ, նպատակներ դնենք, հաջողությունը դնենք որպես նպատակ, ոչ թե յոլա տանելը, հաղթանակը դնենք որպես նպատակ, վերելքը դնենք որպես նպատակ, այդ թվում մշակութային վերելքը, գիտական վերելքը, դա չի ավելի բնական, նորմալ, ընդունելի, ուրախ, դա չի ավելի լավատեսական։ Ես սա եմ ուզում, ես երբ որ խոսում եմ նրա մասին, որ կա վատ սցենարներ, իմ ասելիքի իմաստն է, որ կա լավ սցենարի այլընտրանքը եւ բնական չէ որ մարդը կուզենա դա ընտրել, եկեք դա ընտրենք։ Սրա մասին է խոսքը։ Մի բան եմ այստեղ ուզում շեշտեմ, այդ ասացի արդեն ստեղծագործությունը, աշխատանքը եւ այլն, կազմակերպության բանն եմ ուզում շեշտել, կազմակերպվածության, ոչ թե առանձին կազմակերպության մասին եմ հիմա խոսքում, այլ ընդհանրապես ժողովրդի, պետության, ազգի կազմակերպվածության աստիճանի։ Որտեղ երբ որ մենք ասում ենք պետք է պատրաստվենք պայքարի, այս սա նախ եւ առաջ պետք է նկատենք։ Ամենակարևոր կետը էս է։ Ինչի՞։ Որտեղ էլի պատմական փորձը միանշանակ ցույց է տալիս եւ մեր ժողովրդի համար եւ մնացած բոլոր ժողովուրդների համար, հատկապես ես չեմ սիրում ասել այս փոքր ազգեր, համեմատաբար ավելի փոքրական, կամ իրենց այդպես համարող ազգերի համար իրենց գործիքը ներքին ինքնակազմակերպումն է, կազմակերպումը հավելյալ ռեսուրս է, որը փոքր քանակը նույնիսկ վերածում է այնպիսի ուժի, որը կարող է դիմակայել կամ մրցակցության մեջ հաջողության հասնել իրենից քանակով ավելի մեծերի նկատմամբ, այսինքն ազգային ներուժի տվյալ դեպքում հանրային ներուժի ճիշտ կազմակերպում մոբիլիզացիա, այս սա է պայքարի թիվ 1, նախապայման ռեալիստական պայքարի ոչ թե կենացային պայքարի, ոչ թե պայքարի որպես կոչի, այլ եթե դա ռեալիստական ծրագրի է վերածվում, նախ եւ առաջ դա նշանակում է, որ ազգը, հանրությունը, պետությունը պետք է վերակազմավորվի առավել արդյունավետ կերպով եւ այնպես, որպիսի իր բոլոր համակարգերը, իր ներուժը նախ ճիշտ համակարգերի մեջ մտցվի եւ բոլոր համակարգերը սկսեն ճիշտ կերպով ծառայել իր նպատակներին, նախ եւ առաջ իր ինքնիշխանությանը, իր անկախությանը, այդ քաղաքական նպատակներին, այսինքն դա քաղաքական շատ լայն իմաստով է, այսինքն ներ իմաստով չի, անկախություն, ինքնիշխանություն, դա պետական
մեծ իմաստով քաղաքական նպատակն են։ Այստեղ է մեխը։ Եվ դրա համար երբ որ մենք ասում ենք հեղափոխություն, առաջին հերթին էլի մի քանի բաներ նկատի ունենք, խոսել ենք, բայց առաջին հերթին սա նկատի ունենք, այսինքն ինստիտուցիոնալ մոտեցում։ Մեր ծրագիրը սա է, մենք ելնում ենք նրանից, որ անհրաժեշտ է պայքար, բայց ինչպես պետք է այդ պայքարը ուրեմն նյութականանա, դա նշանակում է, որ մեր բոլոր ազգային պետական ինստիտուտները պետք է արմատապես վերափոխվեն այնպես, որպեսզի ծառայեն Հայաստանի անկախության զարգացմանը այս անընդհատ փոփոխվող անկայուն աշխարհում։ Սա է, եթե շատ կարճ մեր ծրագիրը, այսքան այս մի 2-3 նախադասության մեջ է իրականում, այսքան շատ խոսում եմ, բայց այս 2-3 նախադասությունն է։ Կա անընդհատ փոփոխվող աշխարհ, դրանում եւ դրան միակ adekvat պատասխանը պայքարի պատրաստ լինելն է, պայքարի պատրաստ լինելու համար պետք է քո բոլոր ազգային պետական համակարգերը արմատապես վերափոխես եւ դե մեծ հաշվով դա կոչվում է հեղափոխություն, այլ ավելի հարմար բառ դժվար է գտնել այս արմատական վերափոխման համար, ոչ թե կոսմետիկ փոփոխություններ կամ չգիտեմ ուղղակի ինչ որ ընթացիկ բարեփոխումներ, չէ, արմատապես պետք է ամբողջը վերափոխվի։ Իդեպ սրա մասին ենք խոսել ենք ՀԱԳ-ին ներկայացրել ենք, նաև այս ֆորմատով եմ խոսել, ելի կխոսենք, որովհետև մենք նաև այս պատկերացումից արդեն ելնելով այս բոլոր ինստիտուտների արմատական վերափոխման եւ ազգային ուրեմն ներուժի արդյունավետ կազմակերպման, ինքնակազմակերպման այս տեսությունից ելնելով արդեն առանձին զարգացնում ենք մեր ոլորտային ծրագրերը, այսինքն քաղաքական ծրագրերը, որոնք վերաբերում են մեր կյանքի, ազգի կյանքի, հանրության կյանքի տարբեր ոլորտներին։ Բայց անջատել էի քեզ այ բոլա։ Զգալի մասը իրականում մշակել ենք, մեր թերությունը իրականում շատ կարևոր թերություններից մեկը մարտական եղբայրություն, որ մենք այդ ամեն ինչը անում ենք, ու ճիշտ ասած լավ չենք ներկայացնում։ Այդ մեր թերությունն է, այսինքն մենք նստում ենք, այդտեղ հավաքվում ենք, քննարկում ենք, մշակում ենք, նախագծեր ենք կազմում, հետո որ գալիս է ներկայացման պահը կամ վատ ենք ներկայացնում, կամ ընդհանրապես չենք ներկայացնում, կամ անդադ ասում ենք դե հեսա կներկայացնենք։ Հիմա բայց իրական ներկայացնելու բավականին շատ բան ունենք։ Ես այսօր չեմ խոսա արդեն, որովհետև այսքանով ինձ թվում է ճիշտ կլինի այս բանին ամփոփել, բայց տրամաբանությունը ինձ թվում է հասկացեք, այսինքն պայքար, կազմակերպություն, ինստիտուցիոնալ արմատական բարեփոխումներ եւ սրանից բխող ոլորտ առ ոլորտ արդեն ծրագրեր։ Ուզում եմ նաեւ շեշտել, որ ինչի ես հիշատակեցի նաեւ ծրագրերը, որ մեր ծրագրերը էլի ոչ թե բխում են ուղղակի մեր ցանկություններից։ Ասենք, օրինակ մենք ուզում ենք, որ չգիտեմ, սիրուն լինի, ասենք, չգիտեմ, դպրոցները, շենքերը, քաղաքները, ուզում ենք որ սիրուն լինի, բայց մենք տրամաբանություն ենք մեջը ներդնում, ինչու այս ամեն ոլորտում հենց այսպիսի փոփոխություններ, որտեղ այն վերևում կա ինչ որ այսօր ասեցի։ Սա վերևի հարկն է, վերևի հարկից բխում են արդեն ներքևի հարկերը։ Իհարկե այս ծրագրերի մասով կներկայացնենք, ամեն դեպքում կներկայացնենք, կարծում եմ, ես էլ կփորձեմ ասենց շատ արագ, գուցե հենց հաջորդ անգամ էլ անցնել վրաներով, եթե զգամ, որ պահը հասունացել է, բայց ավելի մանրամասն ամեն մեկը կփորձենք ճիշտ ֆորմատ գտնենք ներկայացնել, որտեղ իրականում մի 2-3 բան ներկայացնենք, բայց ոնց որ ֆորմատը այդքան էլ լավ չէր, շատ հասանելի չդարձավ։ Մարդկանց համար կփորձենք ավելի լավ, ավելի արդյունավետ ձևաչափեր գտնել։ Այսօր երևի այսքանը, շնորհակալություն ուշադրության համար, ոնց որ թե սովորականից էլ կարճ խոսացի, փառքես Տեր Աստված, Հրանտը կես ժամ ավարտես երևի ոչ թե 40 րոպեում սովորական, կհանդիպենք մյուս անգամ, կխոսենք այս թեմաները էլի կշարունակենք։